Երևան երասխ ճանապարհին Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում մեքենայում բռնկված հրդեհի պատճառը նախնական տեղեկություններով եղել է գազի արտահոսքը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարությունը սպասում է փորձաքննության արդյունքներին։ Հունիսի 29-ին գիշերը 4:50-ի սահմաններում Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել Nissan Rouge Magnish ավտոմեքենայում։ Հրշեջ փրկարարները մարել էին կրակը եւ հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Ավելի ուշ փրկարարները նույն տեղում եւս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։ Հայաստանում բնակիչ բաժանորդների համար բնական գազի սակագները չեն փոխվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացնում են, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի օգոստոսի 1-ից։ Հայաստանում այս պահին սպառողները գազի համար վճարում են 143 դրամ 7 լումա 1 խորանարդ մետրի դիմաց։ Սոցիալապես անապահով խմբերը օգտվում են սուբսիդավորված 100 դրամ սակագնից։ Դեպի Եվրամիության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման համար Հայաստանում նոր պահանջներ կսահմանվեն։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել այն պահանջները, որոնք պետք է բավարարեն ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող կազմակերպություններն ու այն պահեստավորող ընկերությունները Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական գնահատման համակարգում հետագայում գրանցվելու համար։ Այդ փաթեթով կսահմանվի նաեւ Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը։ 2021 թվականին կատարված փոփոխությունների համաձայն սահմանվել էր որոշակի ժամկետ, մինչև օրենքի փոփոխությունը կառուցված ինքնական կառույցները հաշվառելու եւ օրինականացման դիմելու համար։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը ազգային ժողովում հայտնել է, որ կան կառույցներ, որոնց քանդումը կարող է հանգեցնել արդեն իսկ ստեղծված տնտեսական եւ սոցիալական արժեքի կորստի։ Սահմանվել է ինքնական կառույցները օրինականացնելու համար վերջնաժամկետ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։ Ըստ նախագծի Երևանում եւ մայրաքաղաքին հարակից համայնքներում ինքնակամ կառույցի օրինականացման դեպքում կգանձվի օրենքով սահմանված փաստաթղթերի ձևակերպման համար նախատեսված վճարի եռապատիկը, ինչպես նաեւ 100 միլիոն դրամի չափով միանվագ տեղական տուրք։ Մարզերում եւ Երևանին ոչ հարակից համայնքներում նույն տուրքի չափը կկազմի 50 միլիոն դրամ։ Երևանի կենթանաբանական այգում հուլիսի 1-ից երկուշաբթի օրերին 3-ից 69 տարեկան այցելուների համար մուտքի տոմսի արժեքը կկազմի 1000 դրամ, իսկ երեքշաբթից կիրակի 2000 դրամ։ Միաժամանակ պահպանվում են անվճար մուտքի արտոնությունները մինչև 3 տարեկան երեխաների, 70 եւ բարձր տարիքի անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար։ Երևանի կենթանաբանական այգուց տեղեկացնում են, որ տոմսերի սակագների փոփոխությունը միտված է ստեղծելու ավելի բարեկեցիկ պայմաններ կենդանիների համար եւ ապահովելու այցելուների առավել հարմարավետ ու որակյալ սպասարկումը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։